Ինչ դուր չի գալիս Գվարդիոլայի մեծամտությունը։ Գվարդիոլան միշտ կարևոր խաղերի ժամանակ փորձել է հերոս դառնալ, ինքը հերոսանալ։ Նման կարծիքի հայտնել իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն։ Այն ինչ կատարվում է City-ի հետ 24-25 մրցաշրջանում, դա բնական է։ City-ն այնքան է ջարդել Անգլիայի ներսում բոլորին, 4 տարի շարունակ մարդիկ դարձան Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող։ Եվրոպայում էլ է շատ ջարդել, թոփ թիմերի էլ է շատ ջարդել։ Գվարդիոլան ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիչներից մեկն է, ամենահանճարեղ մարզիչներից մեկն է։ 15-16 տարի շարունակ Գվարդիոլան ջարդել է Եվրոպայում բոլոր թոփ թիմերին։ 15-16 տարի շարունակ Գվարդիոլան տասնյակ տիտղոսներ է հաղթել։ Մի պահ բնական երևույթ տեղի ունեցավ, յուրաքանչյուր թիմի մոտ լինում է սերնդափոխություն։ Նոր ֆուտբոլիստներ պետք է գան, Գվարդիոլան նոր թիմ պետք է հավաքի։ Գվարդիոլայի ֆուտբոլիստները հոգնել են հաղթանակներից։ Հաղթանակին ծարավ ֆուտբոլիստներ պետք է գան։ Միանգամից շակալները վրա տվեցին։ Պատրիս Էվրան, ով մի քանի անգամ ապտակ է կերել Գվարդիոլայի թիմերից, ասում է Գվարդիոլայի փիլիսոփայությունը փչացրեց ֆուտբոլը։ Ֆաբիո Կապելոն ընտեղից, որ կյանքում այդքան գավաթ չի հաղթել, չի տեսել, Գվարդիոլան մեծամիտ է։ Որ Գվարդիոլայի թիմը մի մրցաշրջանում 6 հատ գավաթ էր հաղթում, որ դուք կյանքում չեք տեսել, չեք տենալու, այդ ժամանակ ուր էիք։